Հարև ձեզ հարգելի ագնթիրներ, հետ միջօրեի ժամը 4-ն է ֆյուչերինգը սկսենք հայերեն լուրերու հաղորդումը, նախ կփոխանցենք խորակիրները։ Հարիրի գնդկձե Հեզբալլայի հետ երկխոսության կարևորությունը և անվերաբահ զորակցություն գհայտնի քաղաքացիական բեդության։ Փանագն ու ապահովական ուժերը գշարունակեն հյուսիսային բեկայի մեջ ապահովական ծրագրի գործադրությունը։ Զմարի մեջ դեղի գունենա հայոց ցեղասպանությունը եւ արխիվները խորակիրով մի օրյա քիդաժողով։ Գանցնիկ մանրամասնություններուն Մուստaqbal հոսանքի նախագահ Երեսփոխան Սաադ Ալ-Հարիրի զգուշացուց հարանվանական լարվածության վտանգ են նկատել տալով, որ Հեզբալլայի հետ երկխոսությունը դարագարձությունները շրջանցելու քայլը չէ, այլ հարանվանական լարվածությունը զսպելու եւ հանրապետության նախագահի պաշտոնի թադարգության վերջ տնելու ազգային անհրաժեշտություն։ Մուստaqbal հոսանքի նախագահ Երեսփոխան Սաադ Ալ-Հարիրի բիելի մեջ նահատակ վարչապետ Ռաֆի Հարիրիի ահապեգման 10-րդ դարելիցին առիթով գազմագերբված ցերնարգի ընթացքին նաև ըսավ։ Այսօր մենք կթիմակրավենք ձայրահեղականությունը, հավատաթրջողականությունը, ահապեկչությունն ու բեդությունը կանթելու ծրագիրը եւ Լիբանանի թիմակրաված մարդահրավերները կարելի է լուծել միայն Ռաֆի Հարիրիի ծրագիրի միջոցով։ Մենք իբրև չափավորական ուժ կգանքնենք բեդության կողքին, իթեմս գրոնական ու քաղաքական վայրակության ծրագիրներուն, ըսավ Հարիրի, ավելցնելով, որ Ռաֆի Հարիրիի սպանութեն են 10 տարի ետք։ Ոճրակորձները դակավին գչանան ցերփազադիլ ժողովրդավար ու համակոյակցության նմուշ Լիբանան բեդություն գերդելու նահատակ վարչապետին ծրագիր են, որ կմնա մարդահրավերները թիմակրավելու հաջող ծրագիր։ Հարիրի նաև գրգին քննադատեց Սուրիո մեջ Հեզբալլայի զինվորական ներկայությունը, նկատել տալով, որ Լիբանան որևէ շահ չունի իր զավակները Սուրիա կամ Իրաք գրվելու առաքելով եւ Բահրեյնի ներքին գործերուն միջամտած ըլլալով։ Մենք Հեզբալլայի հետ երկխոսության ցերնարգեցինք Լիբանանը պաշտպանելու նպատակով, որովհետև հայրենիքը մեր բոլորեն ավելի կարևոր է, ըսավ Հարիրի, գրգին գոչ ուղղելով Հեզբալլային դուրս գալու Սուրիայեն։ Ան նաև շեշտեց հանրապետության նախագահի ընտրության անհրաժեշտությունը, ընդգծելով, որ խոչընդոտումը կրնա արմատավորել այն սխալ գործիքը, թե երկիրը կրնա կառավարվել նախագահով կամ առանց նախագահի։ Հարիրի նաև անվերաբահ զորակցություն հայտնեց լիբանանյան փանագին ու ապահովական ուժերուն, ինչպես նաև շեշտեց, թե Լիբանանի հատուկ միջազգային թադական ադյանը թափանցիկությամբ կգործե եւ ի վերջո պիտի իրագործե արդարությունը ու նահատակներուն արյունը իզուր պիտի չերթա։ Հարիրի գետրոնական Բեյրութի իր բնակարանին մեջ շնթունեց նախկին վարչապետ Ֆուադ Սինյորան, հանրապետության մուֆտի Շեյխ Աբդուլլաթիֆ Դրիենը, ինչպես նաև նահատակներու ընտանիքները։ Հարիրի նաև Լիբանան վերադարձի առիթով շնորհավորական հեռացայնային խոսակցություններ ստացավ խորհրդարանի նախագահ Նաբի Հբրիեն, վարչապետ Թամամ Սալամեն, Ըլմարադա հոսանքի նախագահ Երեսփոխան Սլեյման Ֆրանջիեեն, Շիիտ իսլամական քերակույն խորհրդի փոխնախագահ Աբդել Ամիր Ղաբալանեն եւ շարք այլ անձնավորությունները։ Մագի ընդհանուր քարտուղար Բան Կի Մուն Ռաֆի Հարիրիի նահատակության 10-րդ դարելիցին առիթով հայտարարեց, թե բադիժեն փախուստ չկա։ Մագը հանձնառու կմնա լիբանանյան կառավարության հետ համագործակցաբար զորակցելու Լիբանանի հատուկ միջազգային թադական ադյանի աշխատանքին, ըսավ Մագի ընդհանուր քարտուղարը։ Արդարադատության նախարար Աշրաֆ Ռիֆի ընդհանուր թադախազ Սամիր Համուդեն պահանջեց հետապնդել այն անձերը, որոնք Բեյրութի տարբեր շրջաններում մեջ օդին մեջ գրագեցին բիելի մեջ Հարիրիի ունեցած ելույթի ընթացքին։ Մյուս կողմը Հեզբալլայի ընդհանուր քարտուղար Սայիդ Հասան Նասրալլա գուսակցության համագիրներ են պահանջեց վաղվան իր ելույթին ընթացքին բնավ չգրագել։ Հյուսիսային բեկայի մեջ ապահովական ծրագրի գործադրության ծիրեններս Լիբանանյան փանագը ցերպակալեց 33 կասկածելիներ եւ օրինազանցներ։ Փանագի ընդհանուր հրամանատարությունը հաղորդակցության մեջ նշեց, թե փանագեն ջոգատներ նաև գրաված են 9 ինքնաշարժներ եւ 26 մոտորսիկլետներ, որոնք չունեին անհրաժեշտ օրինական փաստաթուղթերը։ Գրաված են նաև մեծ քանակությամբ զենքեր, թմրանյութեր եւ զինագազմածներ։ Սովորաբար Փարեգենտան գգոչվի շապատաբահկերու եւ մեծ բահկի նախընթացորը։ Մեծ բահկի Փարեգենտան գգոչվի Փուն Փարեգենտան, քանի որ գնախորդ է ամենաերկար բահկին։ Այսօր արդեն Փուն Փարեգենտանի օրն է եւ վաղը կսկսի մեծ բահկի 40-օրյա ճանապարհը։ Բահկի շրջանին կօգտագործվին բացառապես փուսական ցակում ունեցող սննդամթերք։ Բահկի ընթացքին հավատացյալներ կհրաժարին ոչ միայն որոշակի գերագունները, այլև մոլի սովորությունները, շադախոսություն է, ստախոսություն է, հայհոյանք է եւ այլ մեղքեր է։ Հետեւաբար գերագուրը հրաժարիլը առանց մեղքեն ետ գանքնելու անօգուտ է։
Մեծ բախկեն առաջ հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվնե 40 օր հետո դնշե 40 օրական մանուկ Հիսուսի դաջարին ընծայապերելու դոնը դյարն ընթարաչը Դրագին նվիրված զուտ հայկական ազգային անշարժ դոն նկատվող դրընթեզ կամ դյարն ընթարաչ անուններով հայտնի այս տոնը հայ ժողովուրդը արդեն հազարամյակներ է իվեր գշարունակ է նշել փետրվար 13-ին Փետրվար 13-ի երեկոյան բոլոր հայ առաքելական եկեղեցիները հայրենիքի թե սփյուռքի դարածքին նշեցին այս դոնը եւ յուրաքանչյուրը իր դարածքին մեջ վառեց խարույկը, որուն շուրջ հավատացյալներ շրջելով վառված մոմերով վերադարձան դուն եւ Քրիստոսի օրհնապաշտ լույսով լուսավորեցին իրենց բնակարանները։ Առ այդ Անտիլիասի մայր դաջարին մեջ եւս նորին Սուրբ օծություն դեր Արամ առաջին գաթողիկոս երեկոյան ժամերկության հանդիսաբերել է եւ նախադոնագին նախակահել է յետք իր քարոզին մեջ անդրադարձավ Քրիստոսի փերած լույսին կարեւորության, ապա խոսեցավ մանուկներու եկեղեցվո ընձայման խորհրդին մասին եւ պատկամեց։ Մեր մանուկները եկեղեցի փերելով Աստուծո գնձայենք, մեր մանուկները պետք է Աստուծո դան մեջ մեծնան Ուրջանան, գազմավորվին եւ մեր հոգեգան ու փարոյական արժեքներով սնանին։ Այս գիտակցությամբ մեր ծնողները պետք է նաեւ ընտանիքներ վերածեն փոքր եկեղեցիներու, սրբազան գառույցներու, ուր մեր զավակները պիտի գազմավորվին եւ դառնան ճշմարիտ քրիստոնյա հայեր։ Իր խոսքի ավարտին նորին սրբությունը օրհնեց ծնողներն ու մանուկները, ապա ծնողներու առաջնորդությամբ մանուկները մոտեցան եկեղեցվո տասը եւ միապան հայրերու գողմե ընձայվեցան Սուրբ խորանին։ Եկեղեցական արարողությանց ավարտին Արամ առաջին վեհապար հայրաբեդը թափորով առաջնորդվելով մայրավանքի շրջափակը հայրաբեդական սուրբ աճով սուրբ սեղանեն փերված ջրակով վառեց դյարն ընթարաչի ավանդական խարույկը։ Եվ այժմ ծանոթում այն ընդմիջում որ մեր հետ քարծազրույց զմարու քիդաժողովի մասին։ Նախակահությամբ ներսես Բեդրոս 19-րդ Դանընգիլիգիո գաթողիկե հայոց բադրիարքին հայ գաթողիկե զմարու վանքին մեջ երեք դեղի ունեցավ հայոց ցեղասպանությունը եւ արխիվները միօրյա քիդաժողովը գազմագերբությամբ զմարու բադրիարքարանի գղերի միապանության եւ հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի գետրոնական մարմնին Դանընգիլիգիո գաթողիկե հայոց ներսես Բեդրոս 19-րդ գաթողիկոս բադրիարքը փացման խոսքին մեջ կարևորեց հայոց ցեղասպանության ամփոխական պատկերացումին համար արխիվներու ունեցած անփոխարինելի թերը եւ մատնանշեց ճշմարտության բացահայտման եւ հավաքական հիշողության պահպանման համար արխիվներուն դեղն ու թերը։ Իր ղարքին զմարու հայ գաթողիկե վանքի վանահայր բադրիարքական փոխանորդ Քերաբայձար հայր Կապրիել Վարդապետ Մուրադյան անդրադառնալ է յետք Օսմանյան գայսրության հայաչինչ քաղաքականության որ պետք չէ վախնալ անոնց մե, որոնք մարմինը կսպաննեն եւ այնուհետեւ բան չեն գրնարնել։ Քիդաժողովի առաջին զեկույցը ներկայացուց ցեղասպանակետ հայոց ցեղասպանության խորակետ մասնակետ դոկտոր Հարություն Քևորքյան, որ գետրոնացավ հայոց ցեղասպանության վերաբերյալ օդար դիվանագիտական առաքելություններու եւ միսիոնարներու արխիվային փաստաթուղթերուն վրա։ Երկրորդ զեկույցին մեջ անդրադարձ կատարվեցավ Վատիկանի արխիվներուն հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Այնուհետեւ Դամասկոսի հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Արմաշ Սրբազան Նալբանդյան ներկայացուց Դամասկոսի հայ համայնքին ծրագրած ու արդեն մասամբ կորցածրված 100-ամյակի փաթեթը։ Նման բնույթի զեկույցը ներկայացուցին նաև հայոց ցեղասպանության 100-ամյակի Եգիպտոսի ներկայացուցիչները, հառաջացնելով մասնագի համապատգերմը միջին արևելքի մեջ գդարվող եւ գդարվելիք ցերնարկներուն։ Պրոֆեսոր Վահրամ Շեմմեսյան անդրադարձավ միջին արևելքի հայկական արխիվադուներուն, անկարևորեց այդ արխիվային նյութերուն մշակումը, թվայնացումը եւ անոնց բազմացումն ու դարբեր գետրոններու մեջ բաժեններու արգայությունը եւ ընդգծեց, որ այդ նյութերը անհրաժեշտ է մատչելի դարձնել պատմապաններուն, որբեսզի գարելի դառնա ավելի ամբողջականորեն սերդել հայոց ցեղասպանությունը, անոր կորցած ավերը եւ հայ ժողովրդին վրա ունեցած հետևանքները։ Երևանի Մատենաթարանի վաստակավոր գիտաշխատող Քևորք Դերվարդանյան ներկայացուց հայոց ցեղասպանության զոհ կացած հայկական մշակութային կանցերեն ցերակիր մադյաններուն եւ գրոնական քիրքերուն մասին դեղեցություններ։ Ընդգծելով, որ շատ փոքր թիվով ցերակիր մադյաններ փրկված են Արևմտյան Հայաստանեն ու Գիլիգիայեն, անմեծաբես հավանական նկատեց, որ հայոց ցեղասպանության օրերուն բռնակրաված ցերակիրներեն մասը դակավին կգտնվի թրքական pedagogan քրաթարաններու կամ արխիվադուններու փակ ֆոնդերուն մեջ։ Գիտաժողովի վերջին զեկուցողը եղավ հայր Անտրանիկ Ձայրակույն Վարդապետ Գրանյան, որ ներկայացուց Մարտինի հայ գաթողիկե առաջնորդ Իգնատիոս arczepiskopos Մալոյանի կյանքը եւ անոր նահատակության շուրջ մտորումներ։
Գիտաժողովին մասին հավելյալ լուսաբանություններ ստանալու համար այժմ կհյուրընկալ ենք Զմմարու երանելի Իգնատիոս Մալոյան Թբրևանքի եւ Սուրբ Միքայել ընձայարանի փող դեսուչ Քերաբադիվ հայր Մաշտոց Վարդապետ Զահտերյան։ Բարի եկած եք Վարդապետ։ Շնորհակալություն Նազելի։ Նախ ինչպես կկարևորեք Զմմարու մեջ 3 գայացած միօրյա գիտաժողովը։ Իսկապես նախ գարժե որ անդրադարձ մգադարենք Պատրաստողական աշխատանքներում մասին միօրյա այսպիսի մեծ եւ համաշխարհային մագարտակի վրա գիտաժողով պատրաստելու համար վստահաբար մեր մեծավոր քերաբայցար Գաբրիել Թակատիր Ձայրակյուն Վարդապետ Մուրադյանը համագործակցաբար հարևամյակի գետրոնական մարմինին Լիբանանի գետրոնական մարմինին ամիսները ի վեր մեզի հետ միասին աշխատելով պատրաստեցին սույն գիտաժողովը։ Սույն գիտաժողովին համար նախ եւ առաջ զետեղեցինք մեծ բաստարներ որոնց մեջ ներառեցինք այս անգամ Զմմարու վանքի մեջ գտնվող արխիվներում մեջ գտնվող նամակ գրառումներ, ինչպես նաև մեր նահատակ միապաններու նկարներ գլխավորությամբ Երանելի Իգնատիոս արքիեպիսկոպոս Մալոյանին, որ ինքը առաջնորդն էր Մարտին քաղաքին։ Սույն նամակները մենք հայտնաբերեցինք Զմմարու վանքի արխիվադունեն, անոնք կբարունակեն անշուշտ մեր միապան վարդապետներուն նամակները, որ ուղարկած են մեր մեծավորներուն, որոնց մեջ կնկարագրեն, թե ինչ տեսակի նեղություններու, չարչարանքներու ենթարկվեին իրենք եւ իրենց ժողովուրդը Ադանայի մեջ, Մերսինի մեջ, ինչպես նաեւ Մարաշի եւ այլ կավարներուն մեջ։ Այսպիսի գիտաժողովը մենք գենթադրենք, որ պիտի նպաստե հայկական տադի, ասենք լուրը հայկական տադի բանջարդիրությունը ամբողջ աշխարհին արժև ցայն բարձրացնելու եւ ասելու թե մենք բանջարդեր ժողովուրդ մնենք եւ մենք չենք զիջի մեր տադեն մենք կբահանջենք արտարություն եւ կբահանջենք հադուցում նաեւ առաջին 100 տարիները անցան հայ ժողովուրդը չի լքեց իր տադը եւ կշարունակի այս բանջարդիրական աշխատանքը եւ գարժե նշել որ այս ցերնարգը կնկատվի հայ գաթողիկե համայնքի Լիբանանի մեջ հատկապես առաջին ցերնարգը հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեգոճման ծիրեններս Այո, առաջին ցերնարկն էր հայ գաթողիկե եկեղեցու մագարտակի վրա, որ տեղի ունեցավ Զմմարու մայրավանքի մեջ, անշուշտ կան նաև ուրիշ ցերնարկներ եւ կգարձեմ թե ամենամեծ ցերնարկը պիտի ըլլա Սուբեդլոս մայրդաջարի մեջ քահանայապետին նախակահությամբ Սուրբ եւ անմահ բադարակը։ Լավ, հայր Մաշտոց հայ ուսումնասիրողներեն բացի արդյոք գիտաժողովին մասնակցեցան եւս լիբանանցի կամ օդար մասնակիցներ եւս։ Նկատելի է այս գիտաժողովին Այն փորձը զորգադարեց մեր քերաբայցար մեծավոր հարևամյակի հետ համագործակցաբար ներառել ներկա Լիբանանի մագարտակի վրա գիտնականներ, համալսարանի ներկայացուցիչներ, անոնք որոնք համալսարանների մեջ գաշխատին արխիվադուներուն մեջ, ինչպես նաև քույր եկեղեցիներու եւ ներկա գաթողիկե եկեղեցվո ներկայացուցիչներուն։ Լավ, արդյոք ինչ տեղ ունի հայ հատկապես երիտասարդ ուսումնասիրողները ցեղասպանության առավել ամբողջական ուսումնասիրության ասենք թափը եւ գշրույթը զորացնելու գծով։ Սույն գիտաժողովի ավարտին եթե հաղորդակցությունը լավ մը ընթերցենք, կտեսնենք թե գիտաժողովին ընթացքին մասնակիցները մասնավորեցին հայ երիտասարդին աշխատանքը իրենք քաչալեր հանդիսացան եւ կհանդիսանան անշուշտ որ այս տարվա սկսյալ նույնիսկ եթե նախորդ հայ երիտասարդը պետք եղած ձևով չէ աշխատած այսպիսի տադիմը լուծման համար այլևս ժամանակն է որ իրենք եւս գարենան մտնել արխիվադուներ ոչ թե միայն Լիբանանի, ոչ թե միայն Միջին Արևելքի, այլ ամբողջ համաշխարհային, որովհետև գիտենք, որ արխիվներ կան նաև ոչ թե միայն Լիբանանի կամ Զմմարի կամ մույս եկեղեցիների մեջ, այլ նաև ամբողջ աշխարհի մեջ մանավանդ մեծ երկիրներ են ներս, ինչպես Վատիկան, ինչպես Գերմանիա, ինչպես Ամերիկա, որովհետև իրենք կալ նաև իրենց ներդրումը ունենան եւ հարաճ տանին մեր հայկական տադը։ Շնորհակալություն ցեզի Քերաբադիվ հայր Մաշտոց Վարդապետ Զահտերյան այս հարցազրույցին համար վստահ ենք որ հառաջիկային ցերնակներուն մանրամասն պիտի անդրադառնանք մեր լրատվութենեն հաջողություն կմաղթենք ցեզի եւ շնորհակալություն եւ այժմ կվերհիշեցնենք մեր այսօրվան գլխավոր լուրերը Հարիրի գնդկծե Հեզբալլայի հետ երկխոսության կարևորությունը եւ անվերաբահ զորակցություն կհայտնի քաղաքացիական պետության Փանակն ու ապահովական ուժերը կշարունակեն հյուսիսային Բեկայի մեջ ապահովական ծրագրի գործադրությունը Զմմարի մեջ դեղի կունենա հայոց ցեղասպանությունը եւ արխիվները խորակիրով միօրյա գիտաժողովը։ Եվ այսպիսով իրավարտին կհասնի այսօրվան մեր հայերեն լուրերու հաղորդումը ցտեսություն։